ամեն տարի փառքով վերադարձել են իրան։ Այս տարի ուղղակի ես ինձ թվում էր երգը լսելով, ինձ թվում էր, քանի որ Եվրոտեսիլը այդքան լավ երգի մրցույթ չի, ես կարծում եմ տենց որակյալ մրցույթ ինձ համար կոնկրետ, ես կարծում եմ, որ այս տարի ուղարկվեց Էմին, որին ես համարում եմ, որ ճիշտ է, որ Էմին գնաց։ Ինձ թվում է, եթե անցյալ տարի լիներ այս երգը ներկայացվել անցյալ տարի, միգուցե եւ շահեր ինչ-որ տեղ, բայց այս տարի մոտեցումը փոխվել էր, այնտեղի գնահատման մոտեցումը փոխվել էր, ավելի շատ ուշադրություն են դարձնել ոչ թե երկրի պետության հեղինակության ֆակտորին, ավելի շատ ինձ թվաց այս տարի ուշադրություն են դարձնում երգին։ Եվ այս տարի էլ ինձ թվում է արժանի էր, որ լավագույն տասնյակի մեջ լիներ։ Ինձ թվում է Էմի եւ Արտուր Աբրահամ այդ համույթը ինչ-որ քթած բան կա դրա մեջ մեր համար, մեր մտածելակերպի համար, բայց կարող է ամեն դեպքում կարող է այդ ֆակտորը խանգարեց հանրահայտ սպորտսմենի միքսը մեր երգչու հետ։ Ամեն դեպքում ես կցանկանամ մյուս տարի ավելի խորը երգով եւ ուշադրություն չդարձվի այդ միայն հաղթանակի վրա, ավելի լավ է արժանապատիվ ներկայացնենք, շատ գեղեցիկ երգ ներկայացնենք եւ ես կարծում եմ այս անգամ պետք է կենթանի վերջապես կենթանի համույթով ելույթ ունենալ Եվրոտեսիլում։ Թիմա պետք, պրոֆեսիոնալ թիմա պետք, որպեսզի զբաղվի այս հարցով, որովհետև շատ կարևոր է, որ մեր պետությունը արժանավայել ներկայանա եւ կատարումը ոնց է գնահատում։ Նորմալ կատարեց Էմին, ուղղակի ես կցանկանայի ինքը ավելի խորը երգչի է, քան այդ երգներ, ուղղակի ավելի մեծ երգով պետքա դուրս գար եւ կոմերցիայի վրա ուշադրություն շատ քիչ պետքա դարձներ այս դեպքում ավելի կոմերցիոն ոչ թե կոմերցիոն երգ վերցնել, այլ գեղեցիկ երգ։ Շատ լուրջ է սա եւ մեր երկրի հեղինակությունը բարձրացնելու համար արժի այդքան գումարներ ծախսել։ Երբ որ խոսում եմ հեռուստատեսության տնօրենների կամ պրոդյուսերների հետ, բոլորի մտահոգությունը իրանց հեռուստաընկերության ռեյտինգն է։ Այդ ռեյտինգը շատ մեծ վնաս է տալի։ Իսկ ռեյտինգը իրանք ապահովում են աղբով, եթերային աղբով։ Իսկ դուք համաձայն եք, որ ռեյտինգը այդքան լավ բան է, թող իրանք ուտեն, կարող է իրանց ռեյտինգը բարձրանա։